Ես ուզում եմ ողջունի սպառապետի ծնունդը եւ շնորհակալություն եմ հայտնում իրացնող, որ նման ժառանգ են ծնել եւ մենք 20-րդ դարի վերջին 21-րդ դարասկզբին ունեցանք սպառապետ ցավոք սրտի, որը զոհվեց ազգի արչեւ խորհրդարանում։ Այն նման բաներ ընդհանրապես մեր երկրում պետք է չլինի։ Պարոն Միքայելյան, եթե նա կենդանի լիներ, ինչը այսպես չէր լինի մեր։ Մեր երկիրը ուրիշ ուղով կեթար, մենք ազատ անկախ պետություն ենք եւ ամեն բնակավարում նման կոռուպցիա, չգիտեմ, խտրականություն, քաղաքականություն ուրիշ ուղով կունենայինք նորմալ պետություն։ Ես միշտ ասել եմ, եթե սպառապետը եւ Կարեն Սերեփիչը կենդանի մնային, մենք Իսրայելի պես պետություն ենք դառնալու։ Չկասկածեի կանգնած, որ նման պետություն կդառնայինք։ Ծառուկյանն էլ այսօր խոստանում է, ասում է Դուբայ կարող է։ Դե ես նորմալ պետություն կդառնալ։ Ես Իսրայելին եմ նմանեցնում, որովհետև մեր տարածաշրջանով մենք նման ենք Իսրայելին, թե մեր աշխարհագրական դիրքով, թե շրջապատված մեր դարավոր թշնամիներով, դրա համար մենք Իսրայելի պես հզոր պետություն կունենայինք մեր տարածաշրջանում։ Պարոն Միքայելյան, դուք քարոզություն իրականացրել եք Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում, ինչպիսի արդյունք եք ակնկալում եւ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եք հենց Կոտայքի մարզը։ Արդյունքի գնահատականը տալիս է ժողովուրդը եւ խնդրեի ժողովրդին գոնե այս անգամ այս տարիների գրեթե 2 տասնամյակ այդ խափվելու, այդ գումարային բաժանման նման կեղծիքով, քսնանքով ժամանակահատվածում նախընտրական մենք նորմալ երկիր չենք կարող կառուցել եւ կդիմեի մեր ազգաբնակության, որ ամեն մեկ իր բաժին բեռը վերցներ եւ կխնդրեի այն մարդկանց, ովքեր մտահոգ են մեր երկրի ապագայի համար, նման մարդկանց քարոզեին եւ հասկանային, որ մենք նման ձևով երկար այս պետությունը չի կարծիքի։